Մեր բարեգործներից երկու հոգի, ովքեր ապրում են Սփյուռքում, իրենք երեխաները Ձմեռ պապիկին երբ որ նամակ էին գրել էին, որ Ձմեռ պապիկ շատ են խնդրում ինչ կլինի այս տարի մենք էլ ունենանք հոսանք ու ամանորը դիմավորենք հոսանքով, մեզ ուրիշ նվեր չենք ուզում ու այդ նամակը ինձ համար իրականում շատ ցավոտ նամակ էր, երբ որ մաման գրում էր, ես չէի պատասխանում, բայց պատկերացրեք, որ ինչքան նամակներ որ գալիս է, ես այդ բոլոր նամակները կարդում եմ, անկեղծ ասած, ու չկարողացա որ այդ նամակը ես էջում չտեղադրեմ ու այդ նամակին ընթացք չտամ, որովհետև ասենք երեխան ոչ խաղալիք ուզեց, Ոչ չգիտեմ, ոչ քաղցրավենիք։ քաղցրավենիք, ոչ ինչ-որ մի բան, որ իրան պետք է, երեխան պարզապես ուզեց, ասենք, հոսանք, հոսանքի գում, ինքը չուզեց հոսանքի գումար, ինքը ուզեց հոսանք։ Ձմեռ պապիկ ասաց, ես գիտեմ, որ դու հրաշքներ կատարում ես, խնդրում եմ, այս հրաշքը բեր մեր տուն, 21-րդ դարում էլեկտրաէներգիա ունենալը հրաշքի պես բան է դարձել պատկերացնում եք, երեխաներին, սա ասենք, ամոթալի է։ ինչքան ցավոտ է այս ամեն ինչը, երբ որ ասենք դու բախվում ես իրականության հետ, սա է ամբողջ մեր խնդիրը։